Կարանք անդադ ինչ որ գցենք հետոյի վրա կամ ասենք որ բարթա չեն կարա դա անենք, բայց որ նստում ես ինչ որ մի բան անելու, իրական դա ստացվում է։ Երբ որ պահից որ մարդիկ հասկանում են, որ այս մասնակցությամբ չեն սովորելու, իրանք արդեն ոչ ժամանակ են ծախսում տվյալ նյութը յուրացնելու վրա, ոչ տենց էլ հավես են ունենում։ Եթե ուզում եմ ունենալ արդյունք, պետք է անեմ ինչ որ մի բան, առանց քայլերի ոչ մի արդյունք ստվումա չի լինում։ Ընտրության արանքին են կանգնած, թե օրինակ ծրագրավորում, թե մարքեթինգ ընտրեն, ոնց իրանք հասկանան մոտավորապես իրանց տեսակին, որն է ավելի համապատասխան։ Ամեն դեպքում մարքեթինգը դա SMM-ը չի, որ մարքեթինգում կային շատ այլ հետաքրքիր ճյուղեր, որոնք որ կարելի է ուսումնասիրել ու կիրառել։ Ինչ սխալներ ես նկատել, որ սկսնակ մարքետոլոգները անում են օրինակ շուկայում կամ սկսնակ մենեջերները միգուցե, հատկապես արհեստական բանականությունը, ոնց է այսօր ազդում շուկայի վրա, ոնց ես դու կիրառում արհեստական բանականությունը։ Ժարե ոդքասթ է կրթության մասին։ Այստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Մեր հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ գործարարներից մինչև արվեստագետներ ու գիտնականներ, կրթության փորձագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ։ Եթե դուք նույնպես կարևորում եք կրթությանն առնչվող ցանկացած քննարկում, մեզ աջակցել կարող եք Patreon-ում կամ Re-Armenia հարթակում բաժանորդագրության միջոցով։ Հղումները կգտնեք նկարագրության բաժնում։ Ողջույն բոլորին։ Ես Անգել Նինան եմ, կրթական ոլորտի էնտուզիաստ եւ Նժար Podcast հիմնադիրն ու հաղորդավարը։ Այսօրվա մեր նժարին մարքեթինգն է։ Մեր հյուրը Էվոկաբանկի մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանն է։ Լյուսիի հետ խոսել ենք Ստրասբուրգի եւ Յորքի համալսարանների համատեղ մագիստրոսական ծրագրի եւ մարքետոլոգի առօրյայի մասին։ Մինչ մենք կսկսենք ոդկասթը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որ առաջին իմանաք մեր նոր էպիզոդների մասին։ Իսկ տարածքի եւ տեխնիկայի տրամադրման համար շնորհակալ ենք TCF Armenia ընկերությանը։ Նժարե ոդքասթը կրթության մասին։ Սկսենք Եվի քո համալսարանի փորձառությունից, որովհետև մի քիչ որ պատմեցի, շատ հետաքրքիր հնչեց 4 տարբեր երկրներում MBA անելը։ Մի քիչ կպատմես ինչ ծրագիր է, որ համալսարաններում ես, քանի որ մի քանի համալսարանի, չէ, ոնց նշեցիր համագործակցություն է։ Մի քիչ դրանից Եվի սկսենք։ Սիրով։ Նախ ուզում ասեմ, որ երկար ժամանակ փնտրում էի համալսարան MBA ընդունվելու համար ու իմ համար այնց առաջին կետն էր, որ անպայման ինքը լինի օֆլայն, ոչ թե օնլայն տարբերակով, քանի որ օնլայն լիքը գտել էի տարբերակներ, բայց ինձ հենց օֆլայնն էր պետք ու գտա Յորքի Ստրասբուրգի համալսարանի տարբերակը։ Կներես մի հատ հավելում անենք, նրանց համար ովքեր չգիտեն, MBA-ը այդ Masters of Business Administration, այսինքն մագիստրատուրայի բիզնես ծրագիր։ Հա, մի խոսքով ոնց նշեցի, իմ համար ամենակարևոր կետը դա օֆլայն դասեր ունենալն էր եւ գտա Յորքի Ստրասբուրգի տարբերակը։ Իմ այս ծրագիրը միանգամից երկու համալսարանում է ընթանում, Յորքի համալսարանում, Ստրասբուրգի համալսարանում, բայց դասերը ընդհանուր 4 երկրներում են, բնականաբար Հայաստանում, Հունաստանում, Անգլիայում եւ Ֆրանսիայում։ Արդեն Ֆրանսիան եւ Անգլիան բարեհաջող ավարտել ենք, հիմա իմ հաջորդ մոդուլը պետք է լինի Հունաստանում, իսկ Հայաստանի դասերը նույնպես վերջացել են։ Մի խոսքով գտա համալսարանը, իրականում շատ գոհ եմ, որ ընտրացի հենց այս տարբերակը ու բացի նախ մի քեզ ուզում ասեի, որ այս վերջերս շատ հաճախ ասում եմ, որ MBA-ը համալսարանը դա networking-ի համար է, միանշանակ networking-ի համար է, որովհետեւ ծանոթանում ես լիքը կոլեգաների եւ կուրսացիների հետ, ծանոթանում ես արտասահմանյան դասախոսների հետ, այցելում ես տարբեր երկրներ, բայց միանշանակ դա նաեւ կրթության մասին է ու ինքնակրթության մասին է։ Ու երևի մի քիչ դժվար է այս տարիքում նորից սկսել սովորել, մոռացել ես, հա, ոնց է դա արվում, ոնց ես նստում այդքան թղթեր, հանում, նշում, սովորում, կարդում, գրում եւ այլն, բայց այդ կրթության եւ ինքնակրթության հատվածը ամեն դեպքում իմ համար շատ կարեւոր է, ու դա էլ է իրականում Յորքը տալիս, այդ ինքնակրթության հատվածը շատ մեծ է այնտեղ։ Դրա համար այդ տեսանկյունից եմ գոհ, համ գոհ եմ networking-ից, համ գոհ եմ կրթությունից, համ գոհ եմ այն ֆորմատից, որով ինքը կառուցված է։ Այ որ նշեցիր այս տարիքում նորից դժվար է սովորելը, մի քիչ կկիսվես, իսկ միգուցե ոնց է քո մոտ ստացվել այդ ամեն ինչ անել, միգուցե ինչ տեխնիկաներ ես կիրառել, որոնք քեզ օգնել են այդ հարցում, բոլոր այն մարդկանց համար, ովքեր էլի դիտարկում են համալսարան գնալը, երկար տարիների դադարից հետո շարունակելը։ Ու նաև թե ոնց է քո համար եղել, այսինքն ինչերն են հատկապես քո համար դժվար եղել սկզբնական շրջանում ու ոնց ես փորձել դրա հետ աշխատել։ Դե չեմ ուզում շատ անցյալով իրականում խոսեմ, քանի որ դեռ չեմ ավարտել, դեռ 1 տարուց ավել ունեմ ու իրականում ամենաբարդ շրջանը դեռ նոր սկսելու է։ Ոնց եմ արել,
Ստում է just do it, կարանք անդադ ինչ որ գցենք հետոյի վրա կամ ասենք որ բարթա չեն կարա դա անենք, բայց որ նստում ես ինչ որ մի բան անելու, իրական դա ստացվում է։ Ես մի հատ միտք ունեմ իմ ուղեղում միշտ, որ չկա ինչ որ մի հատ բան, որ ես մտածեմ, որ ես դա կարամ անեմ, ու ես չկարողանամ դա անեմ։ Դրա համար ուղղակի ուժերդ մտքերդ հավաքում ես ու սկսում դա անել։ Բարդ է, համաձայն եմ, ու իրականում գուցե բարդ չի գիտելիքը, որը որ ստանում ես, քանի որ հաստեղից կարդում ես, այնտեղից լսում ես այդ մի ոդկասթը, մի գիրքը, մի մարդու հետ շփվում ես, բայց այդ բուն անելու process-ը, ինչ որ research-ներ, կարդալ, գրել, այդ ամենը անգլերենով, այդ ամենը բարդ է։ Իսկ դու բակալավր սովորել ես Հայաստանում, չէ՞։ Բակալավրը սովորել եմ Հայաստանում եւ միշտ երբ ասում եմ որ համալսարանում եմ սովորել, բոլորը շոկահարվում են, որովհետեւ կարծում են որ իմ հետ այդքան էլ կապ չունի, ես ճարտարագիտական համալսարանում եմ սովորել, կիբեռնետիկայի բաժինն եմ ավարտել, բարդ բաներ եմ արել երիտասարդ տարիներին, բայց մասնագիտական շարունակեցի բնականաբար այդ ուղղությունը, հիմա մարքեթինգի մեջ եմ ու վերջին 10 տարիները մարքեթինգի մեջ եմ, բայց իմ բակալավրի կրթությունը բացարձակ կապ չունի նրա հետ, ինչ որ ես անում եմ հիմա։ Ստեղից շատ հետաքրքիր թեմա բացվեց, բայց քանի որ ես այդ ուրիշ նպատակով էի տալի, մի հատ այդ թեմային անդրադառնանք ու գանք դրանից էլ պատմես, ինչ էի ուզում հարցնել, քանի որ դու հիմա մի քանի երկրներում, 3 Հայաստանից բացի եւս 3 երկրում ուսում ես ստանում, մի քիչ կուզենամ բաներ, զուգահեռներ անցկացնես, թե ոնց է կրթությունը այնտեղ, ինչով է տարբերվում, ինչով է ավելի լավ կամ ինչով է ավելի վատ կրթությունը, եթե ինչ որ նման դիտարկումներ ունես ամեն դեպքում կրթության հետ կապված։ Երբ որ sense մի քիչ ավելի սկզբից սկսենք, նախ ես կարծում եմ, որ ցանկացած համ ուսումնական հաստատություն, համ ինչ որ մի կյանքի շրջան, որ դու ապրում ես, դու եթե գնում ես ինչ որ միտեղ մի նպատակով, դա պետք է անես։ Եթե մենք գնում ենք դպրոց, մենք պետք է դպրոցում սովորենք։ Եթե մենք գնում ենք համալսարան, համալսարանում պետք է սովորենք։ Ու ես չգիտեմ, կամ իմ բախտն է բերել, կամ ես իմ տեսակով եմ միշտ տենց եղել, բայց ես կարամ ասեմ, որ ես համ դպրոցից եմ անverջ գիտելիքներ ստացել, որը որ մինչև հիմա կիրառում եմ բնականաբար, համ քոլեջում եմ սովորել, համ համալսարանից ու համ էլ հիմա որ MBA եմ անում։ Այսինքն այն մարդը, ով ուզում է ստանա գիտելիք, կստանա ամեն տեղ։ Կապ չունի ինքը սովորում է ինչ որ հատուկ յուրահատուկ դպրոցում, թե շատ սովորական իրան շենքի կողքի դպրոցում, եթե դու ուզում ես ինչ-որ գիտելիք ստանաս, դու կստանաս։ Դրա համար չեմ ուզում թերագնահատեմ իրականում կրթությունը, որը որ մենք ունենք Հայաստանում, բայց բնականաբար տարբերվում է երևի դասախոսների կապը ուսանողի հետ, ինչքան են իրանք ազատ, դուրսը, ասեն շատ ակնհայտ է, ոնց են իրանք շփվում քո հետ, հավասարին են ավելի շատ շփվում, ու երևի տենց դրական կողմերից, դրսի համալսարաններից, հենց համալսարանների շենքերն է, կամպուսներն է, որ դու մտնում ես, դու ունես մոտիվացիա միանգամից սովորելու։ Այդ գրադարանները, այդ լսարանները, այդ միջավայրը, որ այնտեղ ստեղծված է։ Իմ համար երևի այդ երկու կետը կնշեմ հաստատ, դասախոսների շփումը ուսանողի հետ ու միջավայրը, որտեղ դու սովորում ես։ Ես իրականում նաև այդ միջավայրը զգացել եմ Հայաստանում Դիլիջանի դպրոցում, որ էլի առաջին անգամ մտա ու իդեպ այնտեղ մատենայի կուրսով էի մտել, երբ որ սովորում էի մատենայում, մեր մի մոդուլը Դիլիջանում էր, ու երբ որ մտա Դիլիջանի դպրոց, հասկացա, որ դու չես կարող մտնես այս տարածք ու չսովորես։ Ամեն ինչ կա ստեղծված նրա համար, որ դու սովորես։ Ու այդ շատ կայֆ է ինձ թվում է։ Հա, կարևոր կետերից է, որին շատ հաճախ ուշադրություն չի դարձվում։ Ես վերջերս որ լսում էի Թումոյի հիմնադիրների ոդկասթը, այդտեղ էլ էին այդ միտքը առանձնացնում, որ երբ որ իրանք սկսում էին ու շատ ուշադրություն էին դարձնում դիզայնին, շատ մարդիկ ասում են, դե ինչ տարբերություն, երեխեք մեկը գալու են, սովորեն, իրանց համար ինչ տարբերություն, ինչ սենյակում կսովորեն, ու իրանք նշում են, որ շատ տրամադրող պետք է լինի միջավայրը, գույները, չգիտեմ, արխիտեկտուրան, ամեն ինչի, ու վստահաբար ես էլ Թումոյում սովորել եմ, ու այն էներգիան, որ ես Թումոյից եմ ստացել, ես ոչ մի տեղից երբեք չեմ ստացել։ Ու մի հարց էլ ունեի իրական ուսանողների հետ կապված, որովհետև շատ եմ լսում հատկապես դրսում սովորող ընկերներիցս, ովքեր նշում են, որ այնտեղ միջավայրը շատ ավելի բացի ֆիզիկական միջավայրը, նաև ուսանողական միջավայրը հաճախ ավելի տրամադրող է լինում, որովհետև ուսանողները ավելի հետաքրքրված են հենց բուն կրթությամբ, որովհետև շատ հաճախ մենք ստեղ ունենք, չէ, այն իրականությունը, որ դու ունես կուրսընկերներ, ովքեր հետաքրքրված չեն այն մասնագիտությամբ, որով սովորում են, չեն փորձում, չեն պրպտում ու դրանից
կարծես թե ազդեցություն լինում է նաև քո մոտիվացիայի վրա։ Այդ մասով ինչ կնշես, արդյոք դու տարբերություն զգացել ես, չես զգացել ուսանողական միջավայրի մեջ Հայաստանում ու արտասահմանում։ Իրականում հենց քո նշած դեպքը իմն է, որ ես սովորում էի համալսարանում եւ հասկանում էի արդեն սովորելու ընթացքում, որ այն մասնագիտությունը, որը ես ձեռք եմ բերում, իմ հետ չի լինելու իմ կյանքի մնացած շրջանում, բայց դա երևի չի անդրադարձել օրինակ անձնապես իմ ուսանողական կյանքի տրամադրվածության վրա։ Ես երևի կարծում եմ, որ այո, մեր կրթությունը լիքը զարգանալու, աճելու տեղ ունի, բայց որոշ դեպքերում էլ թերագնահատված է։ Օրինակ հենց կոնկրետ իմ համալսարանը, ճարտարագիտական համալսարանը, կա տենց միֆ, որ ով այլ համալսարան չի կարողացել ընդունվում է ճարտարագիտական համալսարան։ Դե ես այդ միֆը լսել էի մանկավարժականի հետ կապված։ Կարող ժամանակները փոխվում են համալսարաններն են փոխվում այդ միֆերի։ Կարող է ու նաև հիշում եմ ժամանակ շատ ասում էին իմ սովորելու ընթացքում, որ տղաները բանակ չգնալու համար ընդունվում են ճարտարագիտական համալսարան, քանի որ այնտեղ ավելի շատ տեղեր կան անվճար եւ այլն, բայց ես այնց գովալով մեր կուրսը կարամ ասեմ, որ մեր կուրսում սովորում էին շատ անվերջ խելացի մարդիկ, ովքեր հիմա աշխատում են շատ top ընկերություններում, շատ լավ պոզիցիաներով, ու դա կարամ ասեմ համ համալսարանի, համ քոլեջի մասին։ Ամեն դեպքում նաև կարծում որ որոշ դեպքերում թերագնահատված է։ Քանի որ խոսեցիր այդ դրական կողմերից, ըստ քեզ որոնք են այն դրական կողմերը, որ հաճախ ավելի թերարժևորվում են կամ նույնիսկ դրանց ուշադրություն այնքան չի մատուցվում, դրական կողմերի մասին է խոսքս մեր համալսարաններում կամ հենց թեկուս ճարտարագիտականում։ Երևի օրինակ դասախոսական կազմը կոնկրետ մեր համալսարանում եղել է բարձր մակարդակի վրա, կարամ անկեղծ ասեմ։ Բնականաբար ամեն բան ունի իր դրական բացասական կողմերը, թերությունները, բայց ես կարծում եմ մենք ունեցել ենք շատ լավ եւ պրոֆեսիոնալ դասախոսներ։ Մենք մեր կուրսում ունեցել ենք ամեն դեպքում սովորելու այդ մթնոլորտը։ Որտեվ կային մարդիկ, ովքեր ինչ որ սուպեր խելացի էին եւ դու նայում էիր, մոտիվացվում էիր եւ ուզում էիր հասկանալ вообще այս մարդը ոնց է կարողանում մտածի, հա, սենց։ Ու իդեպ մի հատ кейս պատմեմ, երբ որ ես սովորում էի քոլեջում, մինչև համալսարան ընդունվել եմ, նաեւ սովորել եմ ճարտարագիտականի քոլեջում, ու ինչի եմ առհասարակ ես ընդունվել ճարտարագիտական, որովհետեւ միշտ մաթեմ, ֆիզիկա ուժեղ եմ եղել եւ ընտանիքս որոշել է, որ եթե մաթեմ, ապա ճարտարագիտական ալտարբրակ չի կարա լինի, ու երբ որ նոր էի ընդունվել, դու հետաքրքրվում ես, հա, ինչ խմբակներ կան, ինչ կարաս անես այդ ընթացքում նաեւ, ասին որ մաթեմի խումբ կա։ Ես ոգևորված, մոտիվացված որոշեցի, որ պետք է գնամ մասնակցեմ այդ մաթեմի խմբին։ Գնացի նստեցի դասի ու հասկացա, որ ինչ-որ այլ մաթեմատիկային իրանք սովորում անցնում եւ բոլորը շատ տենց հասկանում էին, խնդիրներ էին լուծում, դեռ զարմացել էի ինչա կատարվում այստեղ։ Շատ խելացի երեխեք ունեինք մենք իրականում համալսարանում էլ, քոլեջում էլ, ու մի մասը իրանց Հայաստանում չի աշխատում, քանի որ ստացան առաջարկներ դրսից, տեղափոխվեցին։ Կան միանշանակ կան շատ դրական կողմեր։ Ես օրինակ իմ համ համալսարանական, համ քոլեջի տարիները շատ դրական եմ հիշում։ Նույնիսկ հաշվի առնվեն փաստը, որ ես չեմ շարունակել այդ մասնագիտությունը։ Շատ սահուն անցում կատարեցիր այն թեմային, որից հարց էի ուզում տալ։ Իսկ ո՞նց է քո վրա անդրադարձել, նախ երբ ես հասկացել, որ այդ մասնագիտությամբ հաստատ չես շարունակելու, ո՞նց է դա անդրադարձել քո այդ շրջանում սովորելու մոտիվացիայի վրա, որովհետև ամեն դեպքում ինձ թվում է տարածված է, ես շատ եմ լսում, որ երբ որ պահից որ մարդիկ հասկանում են, որ այս մասնագիտությամբ չեն սովորելու, իրանք արդեն ոչ ժամանակ են ծախսում տվյալ նյութը յուրացնելու վրա, ոչ տենց էլ հավես են ունենում, քո մոտ ոնց է եղել քո անձնական փորձը ու նաև հետո ոնց է դա ազդել քո հետագա մասնագիտությունը ընտրելու փուլի վրա, գուցե ինչ որ դրական կամ բացասական ազդեցություն է ունեցել ու նաև թե երբանից սկսած ես համալսարանը ավարտելուց հետո, երբանից սկսած ես դու արդեն կողմնորոշվել, թե որն է քո մասնագիտությունը, որով դու ուզում ես շարունակել ու ամենակարևորը ոնց ես կողմնորոշվել։ Իրականում այդ հասկանալու process-ը հենց Եվի առաջին երկրորդ կուրսում է եղել, բայց ինչի ինձ Եվի չի դեմոտիվացրել, շարունակել եմ սովորել, այդ երևի մի քիչ իմ բնավորությունից ելնելով, որ եթե անում եմ, պետք է անեմ, հա լավ, ինչքան որ կկարողանամ, ու հենց այդ ժամանակ սկսել եմ աշխատել համալսարանի տարիներին ու հենց մարքեթինգի ոլորտում, ու ես միշտ ասում եմ, որ ոչ թե ես եմ ընտրել մարքեթինգը, այլ մարքեթինգն է ինձ ընտրել։ Որի մասից ուզեմ նույնիսկ հետ գնամ հիշեմ ոնց ստացվեց դա, ինչ որ շատ սահուն, ինչ որ միտեղից առաջարկ ստացա, փոքր պրոյեկտներ անելու, գնացի այնտեղ, հետո մյուս տեղը ու հայտնվեցի այնտեղ, որտեղ որ հիմա եմ։
Չէ, չի դեմոտիվացրել, նույնիսկ այդ պահը, որ ես գիտակցել եմ, որ ես չեմ շարունակելու այդ մասնագիտությամբ, մեկը արել եմ իմ առավելագույնը, որը որ կարող էի անել այդ ընթացքում, համատեղելով սովորելը աշխատելու հետ։ Իսկ դժվար չէր աշխատել մի ոլորտում, սովորել մեկ այլ բան։ Շատ դժվար էր իրականում, բայց ես առհասարակ փորձում եմ չխղճալ, երբեք չեմ խղճացել։ Եթե ուզում եմ ունենալ արդյունք, պետք է անեմ ինչ-որ մի բան, առանց քայլերի ոչ մի արդյունք ստվումա չի լինում։ Իսկ այդ շրջանում ինչ որ ուժասպառ պահեր ենթադրում եմ եղել են ամեն դեպքում, թե չեն եղել։ Միշտ են եղել, հիշում եմ համալսարան ընդունվելուց, չգիտեմ, ուշաթափվել, վատանալ, որովհետև օր ու գիշեր պարապում ես քննությունների համար, բնականաբար, երբ որ համատեղում ես աշխատանքը դասերի հետ, գիշերը չքնել, ինչ որ բաներ գրել, սովորել, հետո գնալ գործի դասերից հետո դա էլա բարդ եղել, եկան հիմա էլա բարդ համատեղել աշխատանքը, համալսարանը, այլ կողքից պրոյեկտները, քո անձնական կյանքը դա էլա բարդ, բայց էլի եմ նշում եւ խորհուրդ եմ տալիս իրականում չխղճալ ինքներս մեզ ու անել մաքսիմումը, որ ունենանք մաքսիմում արդյունք։ Իսկ ինչ որ ուժասպառ պահերի համար մոտեցում ունես, թե ոնց ես վերականգնվում կամ ինչ խորհուրդ կտաս քեզ ավելի երիտասարդ տարիքում, որ հասնես նպատակիդ առանց խղճալու, բայց նաև քո մասին հոգ տանես բավականաչափ։ Ինձ մինչև հիմա էլ իրականում միակ բանը, որ օգնում է, դա քնելն է։ Ես ուղղակի ֆանատ եմ քնելու։ Շատ ես քնում։ Շատ եմ քնում, շատ եմ սիրում քնել։ Ու չգիտեմ, ինձ թվում է այդ քնելը վերականգնում է ամեն դեպքում, ու եթե նախորդ օրս ինձ շատ ստրեսային օր եմ ունեցել, որ ես քնում եմ արտանում, հաջորդ օրը ամեն ինչ անցած է լինում։ Կյանքը հիասքանչ է, նոր գործեր, նոր պրոյեկտներ, քնելը ինձ միշտ օգնել է։ Հետաքրքիր է։ Որն է ձեր հաջողության բանացը։ Քնելը։ Իմ շրջապատը գիտի, ինքներները գիտեն, որ եթե ես ունեմ ընտրություն քնել կամ ինչ-որ այլ բան անել, ապա քնել։ Լավ որոշում է։ Ու ես հետաքրքիր որ ասենց կարող թվա, որ տենց աշխատասեր, նպատակասլաց, հա եւ այլն, բայց ես երբեք չեմ կարողացել քնի հաշվին այլ բան անել։ Հենց թվում է պետք էլ չի։ Հա, որովհետեւ երբ որ մի բանի հաշվին մի բան անում ես, հետո վճարելու գինն է, էլի գալիս առողջությամբ, գերհոգնածությամբ, սպառվածությամբ ու տենց լիքը տարբեր բաներով։ Գիտես ինչ մի հատ sense հարց ունեմ, թե արդյոք դու ունեցել ես պահեր, երբ որ sense հետ ես նայել ու վերլուծել ես, հասկացել ես այս պատճառներով ծրագրավորումը ու կիբեռանվտանգությունը, հա, իմը չէր, ու այս պատճառներով մարքեթինգը իմն է։ Ինչի եմ ես հարցը տալիս, որովհետև ես ինքս ինձ նախ շատ հաճախ եմ այդ հարցը տալիս, թե կոնկրետ ոլորտներ, որովհետև ես փորձել եմ մտնել ինչի իմն են եղել կամ իմը չեն եղել, ու ոնց է ստացվել, որ ես ինչ որ ուրիշ բաներ եմ ընտրել ու նաև ինչի համար եմ այդ հարցը տալիս այն մարդիկ ովքեր ընտրության արանքին են կանգնած թե օրինակ ծրագրավորում թե մարքեթինգ ընտրեն ոնց իրանք հասկանան մոտավորապես իրանց տեսակին որն է ավելի համապատասխան նախ ես նշեցի որ համալսարանի ընտրությունը իմը չի եղել ծնողներս են ընտրել ու երևի այն ժամանակ երբ որ մենք որոշում ենք ինչ մասնագետ ենք դառնալու, չկար հնարավորություններ տեստանելու, հասկանալու դա քոննա թե չէ։ Եթե դու մաթեմից էիր ուժեղ կամ ֆիզիկայից էիր ուժեղ կամ չգիտեմ քիմիայից, կենսաբանությունից եւ այլն, ավտոմատ ինձ թվում է ինչ որ մի հատ ուղղությամբ էիր գնում, բայց երևի եթե դու սիրում ես մաթեմատիկա, դա չի նշանակում, որ դու անպայման պետք է ծրագրավորող դառնաս։ Այդ գիտելիքները կարես կիրառել շատ տարբեր ոլորտներում ու իմ այդպես ճակերտավոր խնդիրը այն է եղել, որ ես չեմ ընտրել, ես չեմ գիտակցել ուր եմ գնում ու հայտնվել եմ այնտեղ, որտեղ որ հայտնվել եմ։ Եթե ես որոշում կայացնեի բզբզայի փնտրեի ինչ որ բաներ փորձեի, գուցե այլ ուղղությամբ գնայի։ Ու երևի մեր օրերում արդեն կա այդ հնարավորությունը YouTube-ով ինչ-որ բաներ նայել, հա, հասկանալ, որ մասնագիտությունը քեզ ավելի շատ դուր գալիս, քո բնավորությանը ինչն է համապատասխանում, օրինակ միանշանակ ես իմ տեսակով այն մարդը չեմ, որ կարա ամբողջ օրվա ընթացքում նստի համակարգչի առջև կամ պլատայի առջև ինչ-որ գործ անի, ես ավելի տենց շփվող եմ, սիրում եմ մարդկանց հետ ինչ-որ նոր իդեաներ գեներացնել, իրականացնել այդ ամեն ինչը, կազմակերպված եմ, սիրում եմ վերահսկել այն process-ները, որոնք որ արվում են Եթե խորհրդի տեսանկյունից, հա, ասեմ խորհուրդ կտամ փորձել մինչև համալսարան ընդունվելը ինչ որ բաներ
Եթե նույնիսկ չես կարողանում գնալ ինչ-որ միտեղ անել, տեսնել, քեզ դուր է գալիս թե չէ, գոնե research անես, տեսնես ինչա ենթադրում, հա, իրենց այդ աշխատանքը, ինչա քեզ սպասվում ապագայում, նոր արդեն ընդունվես համալսարան, բայց իրականում եթե նույնիսկ ընդունվում ես համալսարան ու քեզ հասկանում ես, որ դա քոնը չի, դա ինչ-որ խաչ չի քո կարիերայի ու ճակատագրի վրա, դու միանշանակ կարաս փոխես, կարաս ավարտես համալսարան, նորից ընդունվես այլ համալսարան, շատ են հնարավորությունները։ Ու իրականում դա երևի բայց բացասական կողմը ավելի շատ, բայց իմ շրջապատում քիչ են մարդիկ, ովքեր որ համալսարանը ավարտել են մի մասնագիտությամբ ու շարունակում են աշխատել նույն մասնագիտությամբ։ Տարածված է այդ Հայաստանում, ու որ պատմեր քո անձնական պատմությունը, ինձ մի բան հետաքրքրեց, արդյոք ընտանիքը, որ որոշել է թե դու ուր պետքա գնաս, այդ ընթացքում եղել է կոնֆլիկտ, չի եղել, դու ընդդիմացել ես դրան, թե չէ, ինչ որ սոցիալական ու ընտանեկան ճնշում եղել է քո ընտրության վրա, թե ամեն դեպքում ուղղակի խորհրդի կարգով ա եղել, որին դու հետևել ես, ու նաև հետագայում, երբ որ հասկացել ես, որ քոնը չի, արդյոք եղել է ինչ-որ կոնֆլիկտ, մեղադրանք ծնողների կամ ընտանիքի կամ մարդկանց հանդեպ, ովքեր քեզ ինչ-որ ուղղությամբ են տարել։ Իրականում բացարձակ, ոչ ես եմ կոնֆլիկտային, ոչ իմ ընտանիքն է կոնֆլիկտային, ու իրականում այդ համալսարանի տարիներին, երբ որ ընտրություն էին կատարում, ոնց որ ասացի, գիտակցված որոշում չի եղել, օրինակ այդ միտքը, որ ես ուզում ուրիշ մասնագիտություն ընտրել, ինձ տնեցիք ասում են, չէ, գիտես ինչ կա, դու պետքա ծրագրավորող դառնաս, դրա համար այդ շրջանում էլ չի եղել կոնֆլիկտ, չի եղել այն ընթացքում, երբ որ ես որոշել եմ այլ բանով զբաղվեմ, առհասարակ իմ ընտանիքը ինձ ոչնչում չի սահմանափակել իմ կյանքի ոչ մի շրջանում, սկսած դպրոցական տարիներից դուրսը խաղալուց, ինչքան ժամ մնաս դուրսը, ում հետ շփվես եւ այլն։ Ու իրականում ոնց նշեցի, ես համալսարանի տարիներին աշխատել եմ ու ամենասկզբում նաև սպասարկման ոլորտում եմ աշխատել ու նույնիսկ այդ ընթացքում իմ ընտանիքը երբեք չի ասել մի արա դա անկախ նրանից որ ես դրա կարիքը չեմ ունեցել ես դա չեմ արել ֆինանսի համար ես դա արել եմ որովհետև ես ուզեցել եմ մարդկանց հետ շփվեմ ինչ-որ բան սովորեմ հետաքրքրացնեմ իմ կյանքը ու հա իմ պապան գիշերը արթուներ մնում սպասում էր մինչև ես կգամ տուն ինքը հանգիստ կգնա քնի բայց երբեք ինձ չի ասել մի արա ու ինձ թվում է այդ ազատությունը ես ճիշտ եմ օգտագործել իսկ եղել են պահեր որ դու վերանայել ես քո վերաբերմունքը օրինակ կրթությանը թե միշտ ես եղել կազմակերպված միշտ ես եղել պատասխանատու կրթության հանդեպ ու միշտ եթե եղել ես ինչ որտեղ սովորել ու ուրեմն պատասխանատու ես սովորել ես միշտ եմ եղել կազմակերպված դպրոցական տարիներից էլ չեմ գիտակցել դա բայց գերազանցիկ եմ սովորել միշտ ու այդ գերազանցքի սինդրոմը իրականում իմ մոտ կա բայց օրինակ կրթության դերը հիմա շատ ավելի այտենց խորն է իմ համար ու չկա տարբերակ օրինակ որ ես ասեմ չէ կրթությունը կարևոր չի կրթությունը շատ անվերջ կարևոր է եթե մենք այս ոդկասթը չգիտեմ 20 վայրկյանում որոշենք ձայնագրենք իմ արտահայտությունը կլիներ որ կրթությունը ծայրահեղ կարևոր է ու իրականում կրթությունը դա համալսարան չի մենք ստանում ենք կրթություն դպրոցում տանը էթիկայի կանոններ ենք սովորում բակում ընկերական շրջապատում համալսարանում աշխատանքի տեղը ինքնակրթվում ենք ոդկասթեր ենք նայում YouTube ենք նայում այդ կրթությունը պետք է միշտ լինի մարդու կյանքում Այն նշեցիր որ կարևոր է ինչով է կարևոր դու քո կարիերայի ինչ որ կետի հասնելուց հետո հետ հայաց գցելով ինչն ես գնահատում կրթության մեջ ու ինչի ես գտնում որ այս դարում կարևոր է կրթությունը ինչի եմ ուզում այս թեմայից խոսանք որովհետև մեր մոդեռն աշխարհում երբ որ հիմա հատկապես արհեստական բանականությունը կա թվում է թե կարելի է արագ կուրսերով հա մտնել աշխատաշուկա կամ արագ տարբեր տարբերակներով գումար աշխատել ու շատ հաճախ թվում է որ ուրեմն կրթությունը կարևոր չի դրա համար ուզում եմ մի քիչ ներկայացնես թե ըստ քեզ ինչի համար է ամեն դեպքում կարևոր կրթությունը Դե բնականաբար ոնց նշեցի այդ մասնագիտական, ընկերական շրջապատ դուրս գալու ու մարդկանց շփվելու համար գիտելիքներ ձեռք բերելու։ Օրինակ կան մասնագետներ, որոնք որ sense by default իրանք պետքա համալսարանը ավարտած լինեն, չէ՞, ասենք մենք չենք վստահի երևի մի բժշկի, ով համալսարանը չի ավարտել։ Իսկ ինչի կվստահենք այլ ինչ-որ մի հատ մասնագետի, ով չունի կրթություն։ Ինձ թվում է դրա պատասխանը այն է, որ շատ ֆիկտիվ է դարձել կրթությունը, այսինքն համալսարան ավարտելը դիպլոմ ստանալը շատ հեշտ է դարձել ու դա դեռ չի խոսում ինչ-որ բան մարդու կրթվածության մասին։ Ես կարծում եմ դրանից է գալիս, որ մենք կրթության դերն ենք իջացրել, բայց իրականում դա ավելի շատ դիպլոմի դերն է, քան կրթության դերն է։ Եթե մենք դիտարկում ենք կրթություն, դա որ դու գնում ես մի հատ ինչ-որ
4 պատանոց կառույց ունեղ նստում ես, ապա հա մի գնա, բայց իմ համար կրթությունը հենց ռեալ process-ն է, որը դու ապրում ես, որ դու գնում ես ինչ-որ բան ես կարդում սովորես, որ դու ունես դասախոսը, որ քեզ կարա ինչ-որ մի հատ միտք տա, որը որ քո կյանքը կարա փոխի, նոր բան կարա սովորես։ Եթե մենք խոսում ենք զուտ ֆիկտիվ գնալ նստել ու վերջում դիպլոմ ստանալու մասին, ապա հա։ Իսկ մարքեթինգը ինչով է քեզ գրավել, ինչի ես դու սիրում մարքեթինգը, նշեցիր, որ շատ է սիրում մարդկանց հետ շփվել, բայց մարքեթինգը նաև այլ կտորներ ունի իր մեջ, մի քիչ կպատմես ինչն ես դու հատկապես հավանում ու նրա այն մարդկանց համար հատկապես, ովքեր չեն պատկերացնում մարքեթինգը ինչա, բայց որ սենց լսեն, կարողա մտածեն, որ կարելի է միգուցե մարքեթինգով շարունակել։ Հա, իրականում չեմ կարող մի հատ բան ասեմ, ինչ համար մարքեթինգը իրականում սիրում, ես սիրում եմ մարքեթինգը A to Z ամեն ինչով, ինձ թվում է ինքը շատ իմ մասին է։ Ու չգիտեմ, ամեն մի փուլ այդ իդեա գեներացնելը, content ստեղծելը, հաշվարկներ անելը, քո արած գործի արդյունավետությունը չափելը, երբ որ դու տեսնում ես դու ինչ-որ մի բան արեցիր, դրանից հետո ինչ վաճառքներ եղան, ոնց ինչ-որ մի բան զարգացավ ու դարձավ մի բան, այդ ամեն ինչը ինձ ահավոր մոտիվացնում է ու դուր է գալիս։ Դրա համար հստակ ինչ-որ մի բան չեմ կարող ասեմ ու չեմ կարող ասեմ, որ ես մասնագիտացված եմ մարքեթինգի կոնկրետ ինչ-որ մի հատ ճյուղում, օրինակ հիմա շատ է փոխվել շուկան ու մենք ունենք շատ նեղ մասնագետներ, մենք ունենք content-ի համար պատասխանատու մարդիկ, մենք ունենք, չգիտեմ, դիզայներներ, մարդիկ ովքեր աշխատում են data-ի հետ, product-ների հետ եւ այլն, բայց երբ որ ես նոր էի սկսում, մարքետոլոգները ավելի շատ բազմաֆունկցիոնալ էին, ու լիքը տարբեր բաներով էին զբաղվում, ու ես ինձ ավելի շատ կդասեմ այդ մարքետոլոգների շարքին, ով որ այտենց հասկանում է ամեն ինչից իրականում, ու դրա համար ես սիրում եմ մարքեթինգը ասենց ամբողջությամբ։ Իսկ եթե փորձենք ներկայացնել, թե ինչպիսին է քո առօրյան որպես մարքետոլոգ, ինչից է բաղկացած, ոնց է անցնում քո սովորական աշխատանքային օրը եւ ոչ սովորական միգուցե։ Քանի որ ես բանկում եմ աշխատում, բնականաբար բացի այդ իմ ասած կրեատիվ, հետաքրքիր մասերից նաև կա բանկային պրոդուկտային լիքը կտորներ, քոլեր, հանդիպումներ, ինչ որ նոր նախագծեր, ամենաշատը սիրում եմ բնականաբար թիմիս հետ աշխատել, սիրում եմ երբ որ մենք առավոտյան հանդիպում ենք, քննարկում ենք շուկայում ինչ է տեղ ունեցել, չգիտեմ Բիոնսեն ինչ արեց, Քիմը ինչ փոստեց եւ այլն, քանի որ այդ ամեն ինչը ասենց ուղիղ փոխկապակցված է մարքեթինգի հետ։ Սիրում եմ երբ որ նոր իդեաներ են գեներացնում, այդ ամեն ինչը իրականություն ենք դարձնում, օրվա ընթացքում այլ պրոյեկտներ եմ բնականաբար անում, այդ այլ պրոյեկտների շուրջ աշխատելն է իմ օրվա մի մասը կազմում, համալսարանական կյանքը, դասեր, եւ երևի իմ կյանքում բացի սովորելուց դասերից եւ աշխատանքից այդպես զաուտ այլ բան եւի չի կատարվում, հենց որ չեմ կարող ասենց առօրյաս դնեմ պատմում շատ հետաքրքիր չի լինի, հենց մասնագիտական առօրյան։ Մասնագիտական առօրյան ես նկատի ունեի այն մարդկանց համար, ովքեր էլի նախ մտածում են այդ մասնագիտությունը ընտրելու մասին, որ պատկերացնեն մոտավորապես թե ոնց է անցնում, որը ներկայացրեցի իրականում։ Հա, իրականում բաղկացած է համ կրեատիվ հետաքրքիր կոմպոնենտներից, համ տենց ոչ այդքան պրոդուկտային, ֆինանսական եւ այլն, բայց խորհուրդ եմ տալիս։ Միանշանակ։ Այդ էլ է հետաքրքիր, որովհետև շատ մարդիկ պատկերացնում են, որ մարքեթինգը միայն կրեատիվի մասին է, ու դրա մյուս կողմի մասին շատ հաճախ առանց իմանալու մտնում են շուկա ու հետո հիասթափվում են նրանից, որ վայ փաստորեն պետք է այդ ամեն ինչը, չգիտեմ, տվյալների հիման վրա անել, պետք է շատ լիքը ավել, չգիտեմ, ստրատեգիա մշակել, լիքը բաներ, որոնք կուլիսների հետևում են շատ հաճախ մնում մարքեթինգային, դրա համար էի նաև խնդրում, որ նշես, ու բանկում աշխատելու հետ կապված արդյոք բանկը սահմանափակումներ չունի, չի սահմանափակում, արդյոք բանկում աշխատելը հետաքրքիր է, որովհետև ինձ թվում է հատկապես այս Gen Z, Gen Alpha-ի մոտ այդ պատկերացումը վերաբերմունքը բանկի հանդեպ կա, որ բանկը ինքը կառույց է, որտեղ շատ հաճախ չեն ուզում լինել, որովհետև թվում է որտեղ անհետաքրքիր է, շատ սահմանափակումներ կան, կրեատիվը շատ չի, ինչ կասես դու այդ մասին։ Նախ մինչև բանկ ընդունվելը այլ ընկերություններում եմ աշխատել ու կարամ ասեմ, որ բանկը իմ կարիերայի ամենաթեթև ու ազատ հա կազմակերպությունն է, որովհետև կարող է կողքից թվա ֆինանսական կառույցը տենց բարդ ինչ-որ մի հատ հա տեղա ու բնականաբար ունի սահմանափակումներ, մենք վերահսկվում ենք կենտրոնական բանկի կողմից, ամեն դեպքում Էվոկաբանկը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Բնականաբար կան սահմանափակումներ ու նաև լիքը բան դու քեզ չես կարող թույլ տաս որպես բանկ ու ֆինանսական կառույց, քանի որ ռիսկերը շատ են բնականաբար, բայց շատ ազատ, կրեատիվ, անվերջ իդեաներով տեղաբանկը, ես կարող եմ մեր բանկի մասին իհարկե խոսեմ։ Մենք մեր թիմում ունենք իրականում
երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ ու շատ մարդիկ էվոկայում ուզում են աշխատեն, չգիտեմ դա ինչից է մեր բրենդից է, իմիջից է, սպասարկման տեսակից է, բայց մենք մեր թիմում նախ շատ ունենք ու մարդիկ ուզում են էվոկայում աշխատեն, համ մարքեթինգում, համ սպասարկումում, այլ բաժիններում շատ կգտնեք երիտասարդ անձնակազմ մեզ մոտ։ Հա, ես էլ եմ նկատել իրականում նաև բանկը իրենով թիրախավորում է որպես երիտասարդական, թե իր գույներն են տենց տրամադրող, թե իր արշավները։ Ուզում եի հարցնել, արդյոք հատուկ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, որ ավելի հետաքրքիր լինի երիտասարդներին, թե ուղղակի տենց ստացվել է։ Նկատինը ոչ թե բանկը որպես բանկ, այլ որպես աշխատատեղ։ Դες վստահ եմ մեր HR-ը բազմաթիվ թուլեր է օգտագործում այդ ամենին հասնելու համար, բայց բնականաբար երևի բրենդն էլ է աշխատում, որ մարդիկ ուզում են էվոկայում աշխատեն, դրսից տեսնում են, իրանց համար դա գրավիչ է, գույները, գուցե արշավները։ Բայց ինձ թվում է դա ոնց որ HR-ի եւ բրենդի աշխատանքն է։ Հա։ Իսկ մարքեթինգ հետ լինելով, այսինքն դու նաև որոշակի եթե ոչ մեծամասամբ մենեջմենթի գործառույթ ես կատարում։ Մի քիչ նաև կպատմես, թե ինչ է իրենից ենթադրում մենեջմենթը, այլ մարդկանց հետ աշխատելը ու նաև թե ոնց ես հաջողում այդտեղ։ Դա իրականում ես չպետք է ինձ գովամ, թող թիմս գովա, կոմենտներում գովացեք ինձ։ Ամեն դեպքում զուտ իմ այտենց դրական կողմերից կարամ ասեմ, որ մեր մոտ համ ընկերական միջավայր է, բայց համ էլ տենց որպես մենեջեր ես ինձ թվում է կարողանում եմ ինձ ինչ-որ հարցերում օգնել, այսինքն իմ թիմը գիտի, որ կան հարցեր, որ կլուծվեն իմ միջոցով, այդ ինձ թվում է այդ միքսն է իմ մոտ լավ ստացվում։ Բայց երևի դա հիմա իմ աշխատանքի հենց այն կտորն է, որը ես ամենաշատն եմ սիրում, այդ մենեջ անելը, պլանինգ անելը, արդյունքները տեսնելը, մարդկանց հետ աշխատելը, ճիշտ ուղղություն տալը ու մոտիվացնելը երևի։ Իսկ ինչ որ հատուկ ձև ես անում, թե քո բնավորության հետ է դա գալիս։ Դե բնականաբար լիքը գրքեր են կարդացել մենեջմենթի մասին ու հիմա իմ համալսարանում էլ ենք լիքը բաներ անցնում։ Բայց երևի մի քիչ բնավորությունից էլ է գալիս ամեն դեպքում, չեմ ուզում ասեմ տենց մարդիկ ծնվում են լիդեր, որովհետև ամեն դեպքում կարծում եմ, որ լիքը պետք է աշխատես դրա վրա։ Դրա համար եւ երկուսն էլ կա համ ինչ որ բնավորության գծեր, որոնք որ օգնում են, օրինակ ոչ կոնֆլիկտային լինելը նույն։ Ու պլյուս այդ կրթությունը, որը որ կողքից տանում են, որը որ օգնում է ամեն դեպքում։ Ինչ սխալներ ես նկատել, որ սկսնակ մարքետոլոգները անում են օրինակ շուկայում կամ սկսնակ մենեջերները միգուցե, որ քո փորձով ինչ որ խորհուրդ միգուցե կարող ես տալ իրենց կամ ուղղություն, որովհետև հիմա մենք տեսնում ենք ինչ որ մարքեթինգի շուկան շատ նոր կադրերով է համալրվում, շատ trend-ային է հիմա այդ մասնագիտությունը ընտրելը ու շատ ավելի երիտասարդ կադրեր են մտնում ոլորտ ու հաճախ նաև այդ մասնագետները չեն աշխատում թիմերում, հա, իրանք ունենում են առանձին պրոյեկտներ, սկսնակ լինելով ու գուցե ինչ որ սխալներ են թույլ տալիս, դու որպես ավելի ավագ մասնագետ, որպես միգուցե մենթոր, ինչ խորհուրդ կամ ինչ ուղղություն կտաս։ Նախ ուզում եմ ասել, որ ամեն դեպքում մարքեթինգը դա SMM-ը չի, որ մարքեթինգում կան շատ այլ հետաքրքիր ճյուղեր, որոնք որ կարելի է ուսումնասիրել ու կիրառել։ Խորհուրդ կտամ ամեն դեպքում ուղղակի չսահմանափակվել 2 ամսյա դասընթացներով, եթե կա հնարավորություն սովորել համալսարաններում, ինքնակրթվել, էլի եմ ասում, անվերջ ինքնակրթվել, որովհետև մեր օրերում ուղղակի այս թուլերը չօգտագործելը դա հանցագործություն է, որովհետև կա կրթության համար ամեն բան ստեղծված, որ դու ուղղակի դա անես, աշխատեն իրանց վրա, ինչ որ նոր գիտելիքներ ձեռք բերեն, դրսի կուրսեր անցնեն, սովորել։ Արդյոք խորհուրդները նույնն են նաև մենեջմենթի հետ կապված։ Ես իրականում չեմ ուզում շատ այնց մենեջմենթից խոսել, քանի որ ես ինձ ավելի շատ որպես մարքետոլոգ եմ, հա, դիրքավորում քան մենեջեր, հետո էլի թիմ ջան, դուք կարող եք գրել։ Տենց խորհուրդ չկա խորհուրդ, որ ասեմ որպես մենեջեր ինչ խորհուրդ է, կարամ տամ, ուղղակի լինեք այն տեսակը, որ դուք իրականում կաք, չդառնաք այլ մարդ, երբ որ ձեզ թիմ են տալիս, հա, որ դուք այդ թիմը ղեկավարեք, ձեր մարդկային հատկանիշները պահեք,
ու անեք ամեն բան ձեր թիմի եւ արդյունավետության համար։ Դու ղեկավար պաշտոնի հասել ես բավականին երիտասարդ տարիքում։ Մի քիչ կուզենամ նաև պատմես, թե ոնց է քո ուղին քեզ բերել այդտեղ, ինչ ես դու արել, միգուցե ինչ հավելյալ քայլեր ես ձեռնարկել, որը քեզ օգնել է հասնել այնտեղ, որտեղ հասել ես հիմա։ Իրականում հավաղ տարիքում եմ այս մենեջերի position-ում եղել, երևի ամեն դեպքում էլի վերադառնանք նրան, որին բնավորությունն է շատ օգնել, իմ կազմակերպված լինելը, մանրուքների հանդեպ ուշադիր լինելը, որ sense իմ սեղանին նայեք, planning-ի համար ամեն ինչ կա, sense լիքը թղթեր, տարբեր մարկերներ, գույներով, չգիտեմ, sense պլանավորման մարդ եմ, էլի, եթե իմ կյանքում ինչ-որ մի բան պլանավորված չի, ապա դա ինչ-որ failed պրոյեկտ է, ինձ թվում է ամենաշատը իմ բնավորությունը, իմ պլանավորված տեսակը, իմ մանրուքների հանդեպ ուշադիր լինելը, իմ կոմունիկացիոն սկիլերը, ու ինձ միշտ ասում եմ, որ ես լավ աուրա ունեմ եւ դա էլ է ինձ օգնում, ինձ թվում է ամեն դեպքում ճիշտ են ասում, որ sense կոմֆորտ են մարդիկ, իրենց զգում իմ շրջապատում, չեմ կարող ասեմ, որ ինչ-որ տենց մասնագիտական IS գիտելիքների համար, ավելի շատ երևի իմ տեսակի համար է ստացվել։ Հետաքրքիր է։ Քանի որ գործիքներից խոսեցիր, մի քիչ կպատմես, թե հատկապես արհեստական բանականությունը ոնց է այսօր ազդում շուկայի վրա, ոնց ես դու կիրառում արհեստական բանականությունը քո առօրյայում, թե կրթության, թե մասնագիտական առումով, ու լավ այդ հարցը պատասխանես հետո։ Իրականում AI-ը համ դրական համ բացասական կողմեր ունի, ուղղակի պետք է ճիշտ օգտագործել իրեն, օրինակ հիմա իմ կյանքը եթե անկեղծ չեմ պատկերացնում առանց AI-ի, ինքը տենց իմ համար, իմ առօրյա ընկերն է, բայց համել մի քիչ նյարդայնացնում է, երբ որ տեսնում ես օրինակ ինչ-որ մեկը քեզ մեծ աշխատանք հա ուղարկում, որը full արած է AI-ով, այնտեղ ոչ մի դաժե sense ֆորմատից հասկանում ես, որ AI-ն է արել pointer-ը ոնց է դրել, ինչն է bold արել, բնականաբար տենց օգտագործումը AI-ի անթույլատրելի է, բայց համ կրթության մեջ իրականում, համ անձնական կյանքում շատ է օգնում, դասերի տեսանկյունից չես կարող full AI-ով գրես, քանի որ ծրագրերը բռնում են AI-ի եւ դու ստանում ես 0, բայց օրինակ մտքերի գեներացման տեսանկյունից կամ ինչ որ մի բանի օրինակը ցույց տալու ոնց պետք է արվի, որ դու ըստ դրա արդեն քո ուղեղում պլանավորես, հա, ինչ պետք է անես, այդ տեսանկյունից շատ է օգնում, համ էլ գործի մեջ, ու իրականում բաներ կան, որոնք որ ավտոմատացվել են AI-ի արդյունքում, ինչը էլի շատ լավ է կարծում եմ, ու ոչ միայն իմ կոնկրետ կյանքում իմ մասնագիտական, հա, տենց օրվա ընթացքում, այլ նաև օրինակ դիզայներական։ Հիմա մեր դիզայների գործը ահագին թեթևացել է AI-ի արդյունքում, քանի որ թե մենք այն ժամանակ պետք է ինչ-որ բաներ նկարեինք, քաշեինք, գտնեինք, հիմա AI-ով լիքը բաներ կարողանում ենք գեներացնենք։ Բայց վերջերս մեկ ոդկաստ էի նայում, ու հյուրը ասում էր, որ AI-ը կյանքում չի կարող փոխարինի որակով թանկ ապրանքին, ոնց որ օրինակ, չգիտեմ, եթե դու շոյերի մեջ նայես, կարա սպիտակ t-shirt էժան միշտ էլ լինի, բայց կան լիքը թանկ ապրանքներ, որոնք որ շարունակվել են, մեկը վաճառվել, տենց ինքը basic է, AI-ը basic ինչ-որ մի բան է, որը որ մեր կյանքում կա։ Բայց դեռ basic, թե ապագայում էլ basic կմնա։ Ես հուսով եմ, որ ապագայում էլ իրականում եթե ասենք մի 3 տարի առաջ խոսենք այս թեմայից եւ ես չէի կարող հասկանայի պատկերացնել, որ AI-ը այսքան կլինի մեր կյանքում, ինչքան հիմա է, ու եւ հիմա չեմ պատկերացնում, օրինակ 5 տարի հետո ինքը ինչքան կլինի մեր կյանքում, բայց հուսով եմ կշարունակի մեր կյանքը հեշտացնել, այլ ոչ թե ինչ-որ մի բանի փոխարինել, որովհետեւ օրինակ հիմա կոնկրետ իմ կյանքում ինքը ոչ թե ինչ-որ մի բանի փոխարինում է, այլ ինքը հեշտացնում է իմ կյանքը։ Օրինակ ես իմ թիմում մարդ չեմ կրճատել AI օգտագործելուց հետո, հակառակը մենք միայն մեծանում ենք, իմ ժամանակն է կրճատվել, մենակ ինչ-որ մի բանի վրա վատնելու։ Հաջորդ հարցը հենց այդ է ուզում տայի, արդյոք AI-ը կկարողանա փոխարինել մարդկանց, որովհետև ամեն դեպքում օրինակ ծրագրավորողների շուկայում ինքը շատ կրճատումների պատճառ դարձել է ու հատկապես ավելի ջունիոր ծրագրավորողների շրջանակում, որովհետև այն ամեն ինչ որ իրենք էին անում, հիմա փաստացի mid level կամ senior ծրագրավորողները կարան AI օգտագործելով փակեն այդ հարցը ու հաստիկները ավելի կրճատվել են։ Ինչ ես կարծում, արդյոք օրինակ AI-ի զարգացման հետ նաև մարքեթինգի ոլորտի վրա այդ ազդեցությունը կլինի, թե ամեն դեպքում մարքեթինգը ընդհանրապես չի կարա AI-ով այդ աստիճան փոխարինի ոնց որ ծրագրավորումը, ու նաև արդյոք ինքը կփոխարինի մարդկանց, ոչ թե այսինքն ամբողջությամբ կամ մասնակի կփոխարինի մարդկանց։ Դա ամենայն հավանականությամբ կփոխարինի մասնակի,
ապագայում նույն օրինակ հիմա լեզվի տեսանկյունից AI-ը հայերենով տեքստեր գրում է, բայց այնքան իդեալական չէ ոնց որ անգլերենով, եթե մի օր ինքը սկսի հայերենով տեքստեր գրել, գուցե մի օր փոխարինի content գրողին, բայց ինձ չի թվում որ դա մոտ ապագայում է լինելու։ Ու օրինակ դիզայներն էլ ավելի շատ ինձ թվում է այս պարագայում օգնում է, քան փոխարինում է, կարող է էլի մի օր նենց task-եր կարողանա ստացվել իդեալական անի, բայց կարծում ամեն դեպքում ոչ շատ մոտ ապագայում։ Հուսով եմ։ Իսկ ինքը նաև բացասական ազդեցությունը նշեցի, որ օրինակ ինչ որ մեկը անում է ամբողջ աշխատանքը AI-ով ու ուղարկում է, որն է դրա բացասական ազդեցությունը շուկայի մասնագետների կամ թեկուզ ինքնազարգացման վրա քեզ։ Կարող է ես հենց մի քիչ ուրիշ աչքով եմ նայում դրան, բայց ամեն դեպքում երբ որ ինչ որ մեկին հանձնարարական եմ տալիս կամ ակնկալում եմ որ ինչ որ մի բանից պետք է ուղարկի ու տեսնում որ դա արված է full AI-ով ու այդ մարդու միտքը, ջանքը չկա այդ աշխատանքի մեջ, նեգատիվ են վերաբերվում դրան, բայց գուցե AI-ը իդեալական դա արել է։ Բայց ինչ որ sense նեգատիվ բան է մոտս առաջանում, որ չեմ ուզում դաժե կարդամ այդ, որովհետև անկեղծ sense ստրուկտուրայից տեքստի հասկանում որ դա AI-ն է գրել։ Երևի չգիտեմ, դա որ ավելի շատ արժեզրկում է մարդու արած աշխատանքը, որ օրինակ այդ նույն բանը մարդ կար մի երկու օր աշխատել իր վրա կազմել այդ ամեն ինչը, հիմա տենց մի հատ AI-ին task են տալիս, առանց կարդալու ճիշտ սխալ ոնց, տենց կոպի են անում ուղարկում են։ Իսկ ինքնազարգացման տեսանկյունից կամ ինքնակրթման, քանի որ լիքը բան AI-ը քո փոխարեն արդեն կարողանում է անի, արդյոք դա բերում է նրան, որ քո հմտությունը ինչ որ բան անելու դրանից տուժում է։ Ինձ թվում է այն դեպքում, եթե դու սխալ ես օգտագործում AI-ը։ Ես իմ կրթության մեջ, իմ ինքնակրթության մեջ, իմ օրվա պլանավորման, trip-երի պլանավորման մեջ իրականում AI շատ օգտագործում եմ։ Բայց դեռ երևի չեմ կարող ասեմ ինչ որ մի բան, որ օրինակ ես չեմ մտածում սրա շուրջ, արդեն AI-ն է մտածում սրա շուրջ։ Տենց չէ, օրինակ ինքը ավելի շատ ինձ ուղղություն է տալիս, ես ոնց կարամ դա անեմ։ Բայց full չի փոխարինում ինչ որ մի բանին։ Կարող այլ եմ ասում հիմա, չգիտեմ, մեր կյանքում քանի տարի ակա AI, 2-3, դա որ ակտիվ օգտագործում ենք։ Կարող է 10 տարի հետո լրիվ ուրիշ լինի պատկերը։ Իսկ որն է այդ գիծը, սահմանը ճիշտ սխալ օգտագործելու, ոնց ես հասկանում, այ որ մի քիչ էլ ես կոմանեմ սխալ կլինի կամ ոնց ես քո համար չափում արդյոք ճիշտ ես օգտագործում թե չէ։ Դե եւս չկա տենց սահման բնականաբար համալսարանում կան ծրագրեր, որոնք որ չափում են, ասում են այ շատ ես օգտագործել։ Թե ինչ որ ներքին էթիկա պետք է ինձ թվում է ունենաս AI օգտագործելուց։ Նաև մտածում եմ որ շատ բաներ, որ երբ որ մենք չենք կարողանում անել, օրինակ նույն տեքստի հետ աշխատելը, հա, եթե անընդհատ AI-ն է մեր փոխարինանում, ոնց որ մեր այդ հմտությունը ինձ թվում է կամ չի զարգանում կամ пассивանում է, որովհետև շատ հմտություններ, օրինակ ցանկացած լեզու կիրառելը, հա, տեքստ գրելը, կամ օրինակ նույն եթե գնանք ֆիզիկական աշխարհ, չգիտեմ, ինչ որ գանտել բարձրացնելը, դրանք հմտություններ են, որոնք եթե ժամանակի ընթացքում դու չես անում, քո փոխարեն ինչ որ մեկ անում է, դրանից տուժում է։ Ես ենթադրում եմ, որ եթե մենք ինչ որ բան չենք կարողանում անել ու դա delegate ենք անում AI-ին, այդ դեպքում ինքը եւի թե բացասական ազդեցություն ունենում, բայց եթե մենք արդեն սովորել ենք ու ավտոմատի տակ ենք անում այդ ամեն ինչը ոչ մի դրանից չենք սովորում նոր, տալիս ենք AI-ին, այդ դեպքում ժամանակ է խնայում։ Բայց եկանում ստեղ էլի քո ասածն է, որ երբ որ դու AI-ով ես անում նույն բանը, այդ skill-ը ոնց որ քեզնից հեռանում է։ Այսինքն դու շատ լավ տեքստեր ես գրում, բայց սկսել AI-ը քո փոխարեն գրել, երևի 2 ամիս հետո մի քիչ ավելի վատ տեքստեր ես սկսել ու գրել։ Այդ տեսանկյունից հա, բայց օրինակ որ ասում էիր լեզվին է փոխարինում, օրինակ կոնկրետ իմ տեսանկյունից կարամ ասեմ, որ ինձ օգնում է, ոչ թե իմ փոխարեն է անում, այլ օգնում է այդ skill-ը զարգացնել։ Ոնց ես նկատել, որ օգնում է։ Տենց դե շփման արդյունքում AI-ի հետ, օրինակ լիքը տոպիկներ կա, որ ես այլևս Google չեմ անում։ Լիքը բաներ կարդում եմ AI-ի միջոցով, որն է ճիշտ, որն է սխալ, ոնց ավելի ճիշտ կլինի ձևակերպել ինչ որ մի հատ միտքը։ Ինձ թվում է, եթե ճիշտ ես ամեն դեպքում կիրառում AI-ը, պետքա օգնի։ Ու մի հարց էլ որ մեր նախորդ թեմաներից իմ մտքին եկավ, այդ ինքնակոչի սինդրոմի մասով եմ ուզում հարց տամ, քանի որ նշեցիր, որ երիտասարդ տարիքից ես եղել մենեջեր, արդյոք քո մոտ այդ ընթացքում ակտիվացել է ինքնակոչի սինդրոմ, արդյոք ուրիշ մարդիկ են քեզ քո մեջ փորձել ինքնակոչի սինդրոմը արթնացնել։ Իրականում մի հատ միտք կա, չէ՞ որ ասում են, ինչքան շատ բան գիտես, այդքան կարծում ես, որ չգիտես։
Օրինակ իմ մոտ բարբերաբար այդ միտքը կա, որ ես դեռ պետք է լիքը բան սովորեմ, դեռ պետք է լիքը բան անեմ, ու առհասարակ ես ինչ որ մնացել եմ մի 23 տարեկանում, եթե անկեղծ մտքերով այդ միտքը իմ մոտ միշտ կա, որ ես դեռ լիքը բաներ չգիտեմ։ Բայց եւ չեմ կարող ասեմ, որ դա ինքնակոչի սինդրոմ է իմ մոտ, ու երևի այդ բնավորության գիծը ես սիրում եմ իմ մեջ, որ դաժե կարող է ինչ որ մի բանից դες նեղվեմ կոմպլեքսավորվեմ, մտածեմ կողես ինչ որ բանը լավ չգիտեմ կամ լավ չեմ անում։ Այ հենց այդ է ինքնակոչի սինդրոմ։ Հա, հենց դա է, ուրեմն ես ունեմ ինքնակոչի սինդրոմ, երևի։ Բայց դա ինձ սիստեմա չի խանգարում, դա ինձ օգնում է զարգանալու ինքնակրթվելու համար։ Երևի դա կարծում ես, որ իրոք վատ բան է։ Չէ, չեմ կարծում, որ ինքը ինձ թվում է ոչ մի բան միանշանակ վատ ու լավ չի։ Ինձ թվում է ամեն ինչ ունի իր նշանակությունը, ոնց որ դու նշեցիր, քո կյանքում ինքը դրական ազդեցություն է ունենում։ Ուղղակի շատ հաճախ ինքը ծայրահեղանում է, օրինակ մարդիկ սկսում են իրանց արածով չբավարարվել, անդադ մտածել, որ չէ, ես վատ էր, ես բախտս բերեց, որ սենց ստացվեց, ես չգիտեմ, իմ աշխատանքի արդյունքը չէր եւ այլն, ու թերա գնահատեն իրանց աշխատանքը։ Դրա հետ կապված է, էլի ուզում հասկանալ արդյոք քո մոտ նորմալ է ոնց որ սահմանը, ամեն դեպքում քեզ ի վնաս չի աշխատում ինքը։ Չէ, կարծում եմ ի վնաս չի աշխատում ու օրինակ ինձ թվում է ես չունեմ վախեր կամ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ իմ մասնագիտական սկիլերի հետ կապված, որ օրինակ մտածեմ եւ ես իմ տեղում չեմ ու եթե հանկարծ այս աշխատանքը չունենամ, բա հետո որտեղ եմ աշխատելու, տենց ծայրահեղ ինչ որ մտքերի մոտ չկան, այսինքն լավ թե վատ ինչ որ այլ տեղ ես ինձ կգտնեմ, ինձ թվում է միշտ։ Իմ պարագայում հա ինքը ինձ ավելի շատ օգնում է, այսինքն ես այդ մտքին չեմ հասունացել եկել, որ ես արդեն ամեն ինչ գիտեմ, չէ, հակառակը, ես ոչինչ չգիտեմ ավելի շատ, քան գիտեմ ամեն ինչ։ Ու էլի մեր հին թեմաներից հարց ես հիշեցի, որ դու նշել էիր, որ դու գերազանցիկ ես, ու գերազանցիկության սինդրոմը ոնց է քեզ կյանքում օգնել, խանգարել, ինչի՞ եմ ես հարցը տալիս, որովհետև ես իմ մեջ օրինակ նկատել եմ լիքը բացասական հետևանքներ գերազանցիկության սինդրոմի հետևանքով, տավտոլոգիա ստացվեց, բայց ու դրական կողմերն էլ եմ միանշանակ նկատել, բայց այդտեղ շատ հաճախ քննարկում ենք, էլի ոնց որ դրա դրական բացասական կողմերի մասին, ու եթե դու ինչ-որ բան նկատել ես ու կուզենաս կիսվես, ինձ թվում է հետաքրքիր կլինի լսել։ Գերազանցիկի սինդրոմը միանշանակ ես ունեմ, այս վերջերս ընկերուներով հանդիպել էինք ու դա ինչ որ լիքը տարբեր ոդկասթներ կա, երախքից մեկը տենց որոշեց բոլորիս ինչ որ մի հատ սինդրոմի տակ մտցնել ու ինձ գերազանցիկի սինդրոմի տակ մտցրեց ու ես կարծում եմ որ ես իսկականից ունեմ, իհարկե կարծում եմ քիչ հորոսկոպի հետ էլ է դա կապված, հիմա շատ են չէ, տենց վիդեոները որ պատմեն հորոսկոպների մասին ով ինչ տեսակա, տենց կույսերը գերազանցիկի սինդրոմ ունեն, ինձ թվում է բոլորը, տենց պերֆեկցիոնիստ, ամեն ինչ տենց ուղիղ պետքա դրված լինի, չգիտեմ եւ այլն, ես տենց եմ բայց էլի դա ինձ չի խանգարում, դա ինձ միանշանակ օգնում է ու այն ինչ որ ես ունեմ, ինձ թվում է այդ իմ բնավորության հաշվին ես ունեմ ու հաստատ չի ուզի դա իմ մոտ մի քիչ լիներ կամ չլիներ, կարող է ինչ որ մարդկանց ներվայնացնում է այդ իմ բնավորության գիծը նույնիսկ, բայց չէ, ես դա սիրում եմ ու չեմ սիրում որ մարդկանց մոտ չկա դա։ Հետաքրքիր շատ։ Մերսի շատ քեզ ու նաև մեր ավանդույթը, որ մեր հյուրը հարց է ուղղում մեզ լսողներին, որի շուրջ արժի մտածել ու որի պատասխանը գտնելը ներսում ըստ քեզ կարևոր է։ Օրինակ կարամ ասեմ այն հարցը, որը որ ես եմ այս վերջի շրջանում շատ իմ մեջ տալիս պատասխաններ փորձում գտնել, այդ այնա ինչն է ինձ կյանքում երջանկացնում։ Արդյոք մենք գիտենք Ունեք ես ունեմ ընկերներ, ովքեր ինչ որ մի օր իրանց լավ մասնագիտական կարիերան թողել են ու սկսել են լրիվ այլ բանով զբաղվել, որովհետև հասկացել են, որ իրանց всё-таки ուրիշ բան է երջանկացնում։ Կան մարդիկ, ովքեր ծախում են իրանց բնակարանները քաղաքում, գնում են ապրում են ինչ որ մի հատ տենց լուր տեղում, հա, որտեղ իրանց ոչ մեկ չի խանգարի իրանք իրանց մտքերի հետ։ Ինձ թվում է այդ մարդիկ էլ են գտել ինչն է իրանց կյանքում երջանկացնում։ Ես դեռ ինձ թվում է փնտրտուքների մեջ եմ ամեն դեպքում ու նաև կուզեմ երևի խորտամ մտածեն մարդիկ դրա շուրջ, ինձ թվում է դա կյանքը հեշտացնում է։ Այդ անդադ որ դու փնտրում ես ինչ որ մի բան, ես էլ անեմ, ես էլ փորձեմ, ստեղ էլ գնամ, այդ հարցերի պատասխանները տալիս է։ Իսկ քո մոտ չի առաջանում անհանգստություն այդ անդադ փնտրտուքների զգացումից։ Անհանգստություն չէ, ու առհասարակ այս թեմայի շուրջ վերջի շրջանում եմ սկսել իրականում մտածել նրանից, որ հենց ոնց որ արդեն նշեցի, իմ կյանքը հիմնականում բաղկացած է աշխատանքից ու սովորելուց։ Տենց որ ասեմ, հոբիներ առանձնահատուկ ունեմ, որ զբաղվում եմ դրանցով, տենց չի, ու ուզում իսկականից գտնեմ այն կետը իմ կյանքում, ինչը ինձ շատ երջանկացնում է, ու ինձ թվում է դա կարող շատ տարբեր բան լինի, կարող չգիտեմ ինձ
երջանկացնում է շաբաթ-կիրակի ինչ անտառներ մաքրելը, չգիտեմ, բայց շատ կուզեմ դա գտնեմ ու կուզեմ ինձ թվում է բոլորը գտնեն դա։ Մերսի շատ քեզ։ Քեզ էլ։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ, իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ։